նորից էլի կկրկնվեմ, բայց քանի որ շատ կարևոր հարց են քննարկում, պարոն Խաչատրյան, մենք խնդիր ունենք հասկանալու, թե որքան Լեռնային Ղարաբաղից, Արցախից բռնի տեղահանված մեր քաղաքացիներ չեն ստացել բնակարան, այսինքն այդ հավաստագիրը չեն ստացել, ինչ խնդիրներ կա քաղաքացիության ընդունման հետ կապված, մեր հայրենակիցների հիմնական մտահոգող հարցերը որն են, որ այդ քաղաքացիությունը չեն ստանում, եւ այս ծրագիրը այնպես իրականացնենք, որ դուրսը մնացող որևէ մեր հայրենակից չմնա։ Այսօր կան խնդիրներ, ամեն օր մենք նամակներ ենք ստանում, որ մեր հայրենակիցները դու կյանքի բերումով նենց է ստացվել, որ իրենց աշխատատեղը գտել են Երևանում, այլ տեղեր իրենց մասնագիտությունը չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել եւ ապրում են Երևան քաղաքում։ Եվ այն ծրագրերը, որ կան, որոնք որ օգնում էին, նպաստում էին, որ այդ մարդիկ վարձը տան, այսօր այդ խնդրի պատճառով հազիվ այդ մարդիկ իրենց ստացած աշխատավարձը գնում է բնակարանային վարձի։ Հիմա այստեղ շատ խնդիրներ կան, մենք 2 րոպեվա ընթացքում չենք կարող քննարկել, բայց այն ժամանակ էլ ենք ասում, որ պետք է ստեղծվի հատուկ մարմին, այդ բոլոր հարցերը քննելու, հետևություններ անելու, միգուցե նաև անհրաժեշտություն լիներ, որպեսզի պետությունը վերցներ ճիշտ է բեռա, բայց վերցներ այդ պատասխանատվությունը իր վրա եւ բնակարաններ կառուցելու եւ մարդկանց տրամադրելու։ Եվ արցախցիների կոմպակտ բնակեցման հետ կապված նորից էլի շատ կարևոր մի հարց է։ Շնորհակալություն։